Բարև ձեզ ընկերներ, թող Աստված առատորեն օրհնի ձեզ և ձեր ընտանիքին Հիսուս Քրիստոսի անունով։ Այսօրվանից մենք նոր սերիա ենք սկսում և այս բոլոր տեսահոլովակներում մենք խոսելու ենք ներման մասին։ Մեր եկեղեցում հիմա Գեթսեմանիի պարտեզում հավատի իրադարձությունն է և մենք բոլորս այդ հավատի մեջ ենք։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ, ձեզ նույնպես հրավիրում ենք մասնակցել մեր ծառայություններին։ Մենք հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր տառապում են, ովքեր Աստծո ներման կարիքն ունեն, կամ էլ դուք ինքներդ պետք է ինչ-որ մեկին ներեք, բայց չեք կարողանում։ Հավատում եմ, որ այս տեսահոլովակները ձեզ կօգնեն, և այն խոսքերը, որոնք մենք կկարդանք Աստվածաշնչից, ինչ որ մենք այստեղ կխոսենք, այդ ամենը կօգնի և կուղղորդի ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք այս թեմայի մասին՝ ներել և ներում ստանալ, որպեսզի հանգստություն ունենալ։ Քիչ մարդիկ չեն, ովքեր տառապում են դրանից։ Մարդիկ, ովքեր չեն կարողանում ներում ստանալ, և նրանք մտածում են, որ Աստված նրանց չի ների։ Նրանք մտածում են, որ իրենց մտերիմների կողմից ներում չեն ստանա, և այդ պատճառով էլ տառապում են, և այդ բոլոր տրավմաները, կոմպլեքսներն իրենց մեջ են պահում։ Այդպիսի մարդիկ մտածում են, որ երբեք այդ խնդիրը չեն լուծի, բայց դա ճիշտ չէ։ Աստված կարող է ձեզ օգնել։ Եվ կան շատ մարդիկ, ովքեր տառապում են, որովհետև չեն կարողանում ինչ-որ մեկին ներել։ Իմ ընկերներ, ահա թե ինչ է գրված Աստվածաշնչում. «Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է»։ Սողոմոնի առակներ 19-րդ գլուխ և խոսք 11։ Այստեղ մենք տեսնում և սովորում ենք, թե ինչպես պետք է վարվի իմաստուն մարդը։ Մեր մարդկային բնույթը ցանկանում է վիրավորվել, ցանկանում է չարին չարով պատասխանել, չի ցանկանում ներել նրանց, ովքեր մեզ վիրավորում են, և ցանկանում է միանգամից ներում ստանալ, անկախ այն ամենից, ինչ որ արել է։ Այո, մարդկային բնույթը շատ խաբուսիկ է։ Եվ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որպեսզի մենք օգտագործենք մեր միտքը։ Իմ ընկերներ, ներումը հանգստություն է տալիս։ Հանգստություն է տալիս այն մարդկանց, ովքեր ներում են և ովքեր ներում են ստանում։ Եվ ես կարող եմ ասել, որ վիրավորանքը շատ լուրջ խնդիր է։ Այն նման է քաղցկեղի։ Այդպիսի մարդը չի կարող ինչ-որ մեկին վարակել։ Այդ վիրավորանքից միայն ինքն է տառապելու։ Երևի դուք արդեն շատ եք լսել այնպիսի վկայություններ, որտեղ մարդիկ խոսում և պատմում են, որ բժշկվել են քաղցկեղից։ Եթե դուք այդպիսի հիվանդություն չեք ունեցել, դուք հաստատ լսել եք, թե որքան ծանր և վատ հիվանդություն է դա։ Խոսելով վիրավորանքի մասին, նրանք շատ նմանություններ ունեն։ Վիրավորանքն այնպիսի խնդիր է, որն անհանգստություն է պատճառում միայն վիրավորված մարդուն։ Եվ եթե դուք ձեր ներսում վիրավորանք եք կրում, դուք պետք է ազատվեք դրանից։ Եվ Աստծո խոսքը, որը մենք մի քիչ առաջ կարդացինք, մեզ ուղղորդում է, որպեսզի օգտագործենք մեր միտքը, և որպեսզի մենք վիրավորանքները, հանցանքներն անտեսենք։ Որովհետև որքան որ մարդը պահում է իր ներսում այդ վիրավորանքը, այդ զգացմունքները, այդքան շատ էլ նա տառապում է։ Բայց երբ դուք ներում եք, դուք օրհնում եք այն մարդուն, ով ձեզնից ներում է ստանում։ Բայց առաջին հերթին, հենց դուք եք օրհնվում։ Որովհետև երբ դուք ներում եք, դուք ազատվում եք այդ բեռից, այն ծանրությունից, որն անհանգստացնում է ձեզ։ Երբ դուք ներում եք, դուք անում եք այն, ինչ որ Աստծուն հաճելի է, և արդեն սկսում եք ձեզ թեթև և հանգիստ զգալ։ Եվ երբ դուք ներում եք, Աստված էլ ձեզ է ներելու։ Ահա թե ինչ է ասել Տեր Հիսուսը. «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների»։
Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ, խոսք 14-ից 15։ Ուրեմն իմ ընկերներ, ներելով, մենք առաջին հերթին մեզ ենք օրհնում, որովհետև մենք ինքներս միշտ ներման կարիք ունենք Աստծուց։ Մենք նույնպես շատ սխալներ ենք գործում։ Մենք նույնպես վիրավորում ենք մարդկանց։ Երբեմն առանց գիտակցելու, բոլորիս հետ էլ դա լինում է։ Բայց երբ մենք սկսում ենք ներել, Աստվածաշնչում գրված է, որ Աստված էլ մեզ է ներում։ Դրա համար էլ ես կցանկանայի խնդրել ձեզ, որպեսզի այսօրվանից սկսած զննեք ինքներդ ձեզ, ուշադրություն դարձրեք և մտածեք, կա արդյոք վիրավորանք ձեր սրտում։ Կան այնպիսի զգացմունքներ ձեր ներսում, որոնցից դուք չեք կարողանում ազատվել։ Դուք անընդհատ հիշում եք դրանց մասին և դրանք խանգարում են ձեզ։ Երբ որ ավարտվի այս տեսահոլովակը, անպայման աղոթեք Աստծուն։ Աղոթեք և խնդրեք, որպեսզի Աստված օգնի ձեզ, որպեսզի Նա ձեզ ուժ տա։ Ձեր աղոթքի մեջ կարող եք նույնպես ասել այն մարդու անունը, ում չեք կարողանում ներել։ Աղոթեք նրա համար և օրհնեք նրա կյանքը։ Եվ դա շատ լավ կանդրադառնա հենց ձեր կյանքի համար, որովհետև Աստված հենց նույնպես է վարվում։ Եսայու մարգարեությունում գրված է. Ես եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։ Տեսեք, թե ինչ է այստեղ Աստված ասում։ Աստված առաջին հերթին ինքն իր համար է ներում։ Եվ երբ դուք հասկանաք, որ ներումը իրականում օրհնություն է, երբ դուք ներում եք այլ մարդկանց, դա իրականում ձեզ է օրհնում, դրանից հետո ներելը ձեզ համար դժվար չի լինի, որովհետև դուք որոշում կընդունեք ոչ թե ձեր սրտով, այլ ձեր մտքով։ Ուրեմն, մենք հասկացանք, որ ներելու որոշումը մենք չենք կատարում մեր սրտի ներսում, այլ մեր մտքում։ Եվ եթե ձեզ հետաքրքրում է ներման թեման, ուրեմն մենք ամեն շաբաթ խոսելու ենք հենց դրա մասին մեր YouTube-յան ալիքում։ Շատ լավ իմ ընկերներ, կարծում եմ այս խոսքը օգնեց ձեզ։ Եվ դուք հասկացաք, որ ներումը օրհնություն է։ Երբ մենք ենք ներում, դա օրհնություն է։ Տեր Հիսուսն է մեզ սովորեցրել, որպեսզի մենք ներենք մարդկանց, և հենց Աստված նույնպես ներում է մեզ։ Մտածեք այդ ամենի մասին։ Եթե ցանկանում եք, մեկնաբանություններում գրեք ձեր անունը, և ես կաղոթեմ ձեզ համար և ձեր ընտանիքի համար։ Շատ լավ իմ ընկերներ, հիշեք, որ մենք Գեթսեմանիի պարտեզում հավատի իրադարձության մեջ ենք։ Ինչպես որ ասացի, ավելին կարող եք իմանալ եկեղեցում մեր ծառայությունների ժամանակ։ Թող Աստված ձեզ առատորեն օրհնի։ Եթե ցանկանում եք կապվել մեզ հետ, էկրանին մեր հեռախոսահամարն է։ Շատ լավ, եղեք Աստծո հետ։